Դու հանդիպել ես մեկին, որը վերջապես քո ուզածն է, բայց ինքը նոր է ամուսնալուծվել։ Մի տարի է ինչ բաժանվել ա կնոջից, կամ նշանված էին 6 ամիս է ինչ կռված են նշանածի հետ, կամ ընկերուհի ուներ, բայց արդեն իրար հետ չեն, բաժանվել են, ու մի պահ կարելի է ուրախանալ։ Ուռա, այն ով ինձ պետք է, ով իմ սրտով է, իմ ուզածն է ամեն ինչով ազատ է եւ ես հանգիստ կարող եմ իր հետ սկսել հարաբերություն, մյուս կողմից կան ռիսկեր։ Եվ այսօր ես առաջարկում եմ, որ մենք խոսենք այդ ռիսկերից։ Ինչ ռիսկեր կան, եթե մենք հարաբերություն ենք սկսում մի անձի հետ, ով նոր է ավարտել կամ շատ կարճ ժամանակ է անցել նրանից, ինչ ինքը ավարտել է իր հարաբերությունները։ Նախ մենք պետք է գիտակցենք, որ այդ անձը գտնվում է կորուստի փուլում։ Ինչպիսին էլ որ եղած լինեն իր նախկին հարաբերությունները, դա կորուստ է անձի համար եւ մենք գիտենք, որ անձը ըստ արժանավույնս պետք է անցնի կորուստի փուլերով եւ այդ կորուստի փուլերը շատ յուրովի է անցնում ամեն անձ իր դրսևորումներով, իր ձևով, բայց փաստը ցույց է տալիս, որ դրա համար ժամանակ է պետք։ Իսկ երբ որ անձը այս փուլում սկսում է նոր հարաբերություններ, կա հավանականություն, որ դուք իր համար ոչ թե կլինեք զուգընկեր, ոչ թե կլինեք մեկը, ում ինքը համակրում է, հրապուրված է քեզնով, այսպես վերջապես ինքն էլ հանդիպել է մեկին, ում հետ տեսնում է այդ հնարավորությունը երջանիկ հարաբերությունների, այլ դուք դառնում եք բուժող, ոչ թե ընկերուհի, ոչ թե զուգընկեր, ոչ թե ընկեր, այլ դուք հայտնվում եք բուժողի դերում։ Ինչու, որովհետև այդ փուլում երբեմն անձը կարիք ունի ամոքման, կարիք ունի, որ իրեն լսեն, կարիք ունի իր դատարկությունը լցնել ինչ-որ մեկով, կարիք ունի խուսափել ու փախնել իր միայնակությունից, կարիք ունի եւս մեկ անգամ հաստատելու, որ ինքը լավն է եւ արժանի է սիրո եւ տես կա ինչ-որ մեկը, որ ամեն դեպքում իրեն գնահատում է եւ սիրում է եւ երբեմն իսկապես շատ դժվար է լինում այդ հարաբերությունների մեջ մնալ այդ առողջ վիճակում եւ չմտնել այդ հոգեբանի դերի մեջ, ով պետք է լսի, որտեվ անձը երբեմն գուցե բողոքի, գուցե փորձի արդարացում ցանկանալ դեզայն ստանալ, որ դուք իրեն արդարացնեք լսելով, ասեք, օ, ես հասկանում եմ, ինչ դժվար է քեզ եղել այդ հարաբերությունների մեջ, ոնց քո նման ոսկի տղուն չեն գնահատել կամ ոնց քո նման հրաշք աղջկա հետ այսպես են վարվել, այսինքն մարդը կարիք ունի այդ հաստատմանը, այդ անշահախնդիր, հուզական, բարի, անկեղծ մթնոլորտում լսված լինելուն եւ երբեմն անձը կարող է նկատել, որ դիմացինը, ով այդ կորուստի փուլում, այդ վնասված հարաբերությունների փուլում դեռ չամոկված, փորձում է նոր հարաբերություններ սկսել, երբեմն իսկապես անձը կարող է զգալ, որ իրենից շատ բան են ուզում վերցնեն, ուզում են, որ այդ անձը լցնի իրենց ժամանակը, լցնի իրենց դատարկությունը, լցնի իրենց սիրտը եւ անգամ ժամանակ չեն տալիս հարաբերություններին, կարծես այսպես շատ արագ, շատ հապճեպ ուզում են ստանան ինչ-որ բան։ Ուրեմն, եթե փորձենք ամփոփել, առաջին այսպես մեծ կետը, որ վտանգավոր է հարաբերություն սկսել, երբ որ դեռ ամոկված չի դիմացինը, դա այն է, որ երբեմն իսկապես դուք հայտնվում եք ոչ թե զույգի դերում, այլ բուժողի հոգեբանի դերում։ Կա ռիսկ, որ այդ անձը ձեզ կարող է գիտակցաբար թե անգիտակցաբար համեմատել տվյալ իր ունեցած նախկին փորձառության հետ, հա, օրինակ ինչ որ իրադարձություն լինի, ինքը մտքում ասի առանց գիտակցելու, որ ինքը այսպես էր անում, իսկ այս անձը սենց է անում, որ տես այս անձը սենց արեց, իսկ նա այնպես էր անում, այսինքն կա ռիսկ, որ ձեզ անդադ կարող են համեմատել, կա ռիսկ, որ այդ անձին դեռ անցյալի հետ կապող շատ բաներ կան, էմոցիաներ, զգացմունքներ, հիշողություններ, երբեմն կապեր, ժառանգություն ունեցված, որտեղ լինում է, որ օրինակ ամուսնալուծության պարագայում զույգերը այսպես հիպոթեկով տուն են ունենում, ունեցվածք են ունենում, բիզնես են ունենում, որը պետք է այսպես երկար ճանապարհ անցնեն, կիսեն, բաշխեն այդ դատական process-ները, նոտար եւ այլն, եւ դա կարծես մի հատ վիճակ է, որ անընդհատ անձը կապված է լինում անցյալի հետ։ Էլ չեմ ասում, որ եթե կան երեխաներ, նորից դա մի կապ է, կարծես, որով անձը անընդհատ կապված է լինում իր անցյալի հետ։ Ինչքան էլ որ ինքը այստեղ ցանկանա սկսի նոր մի բան, նոր մի հարաբերություն, նոր մի գեղեցիկ սկիզբ, բայց այնտեղ ինչ որ բան կա, որ անընդհատ իրեն կապելու է իր անցյալի հետ։ Պատրաստ եք դուք արդյոք այդ հարաբերություններին։
Եվ եթե մենք իսկապես շատ ենք ուզում հարաբերություններ ունենանք, երբեմն մենք աչք ենք փակում այս ամեն ինչի վրա։ Օրինակ, ես դեպք գիտեի, որ անձը բավականին հասուն էր տարիքով ու ինքը ասում էր, դե եթե ես հիմա ամեն ինչի վրա ուշադրություն դարձնեմ, այսպես տենց էլ երբեք ոչ մեկի չեմ ընտրի։ Եվ այդ միտքը իրեն բերում էր նրան, որ այդքան ակնառու ռիսկերը նա ուղղակի չցանկանար նկատել կամ դրանք իր համար փոքրիկ թվացող խնդիրներ լինեին։ Իսկ ես վստահեցնում եմ, որպես ընտանիքի հոգեբան, ես փորձառաբար տեսել եմ, որ իսկապես զույգեր են եղել, որ անգամ 5-6 տարի ամուսնալուծված լինելուց հետո նրանք նորից միացել են։ Եվ կա ռիսկ, որ իսկապես քո տղամարդը ինչ որ մի օր կարա ցանկանա հետ վերադառնալ իր ընտանիք, եթե ամուսնացած կարգավիճակի մասին է խոսքը։ Դեպքեր կա, որ նշանված է եղել, կռվել են, հետո ինքը նոր ընկերուհի ա գտել, ինչ որ հետաքրքիր սիրավեպ, սիրուն պատմություն, եւ հետո օրինակ այդ աղջիկը գալիս է ու ասում է ես զգում եմ, որ իր նախկինը հայտնվել է, ես ամեն ձև վստահ եմ, որ իրանք գրվում են։ Ես դեպք եմ ունեցել, որ աշխատում էի երկրորդ կին դարձած մի կնոջ հետ, ով անverջ վայբրով տեսնում էր, թե ինչպես է իր ամուսինը շատ ինտենսիվ ամեն երեկո շփվում չաթով իր նախկին կնոջ հետ։ Դեպքեր գիտեմ անգամ, որ նոր հարաբերություններ չեն սկսել, բայց զույգերը ամուսնությունից հետո այսպես ժամանակ առ ժամանակ հանդիպում են, օրինակ, չգիտեմ, պապան կարա գա, երեխեքին տանի, հետո հետ վերելուց հետո չգնա, իրանք նստեն իրար հետ, վիսկի խմեն, լավ ժամանակ անցկացնեն, անգամ մի դեպք գիտեի, որ այնպիսի շատ վատ կոնֆլիկտով էին իրենք ամուսնալուծվել, որ հետո երբ որ իրենք ամուսիններով հանդիպում էին իրար հետ, չգիտեմ, լավ երեկո էին ունենում, ինչ որ հետաքրքիր ինտիմ բաներ էին ունենում, աղջիկը ասում էր, վայ մենակ մամաս չիմանա, էլի, ես այս ամեն ինչը մամայից թաքուն եմ անում, որտեվ մամաս որ իմանա, ինձ կսպանի։ Այսինքն այնպիսի վեճերով էին բաժանվել, որ անգամ հիմա իրանք որպես զույգ կարելի ասել նորից համատեղվել էին, բայց դա գաղտնի էին պահում, որտեվ շատ բաներ, կամուրջներ արդեն այրված էր։ Այսպիսով ընկերներ, եթե դուք իսկապես հանդիպել եք մեկին, ում հետ ուզում եք սկսեք հարաբերություններ, բայց այդ մարդը ունի հետևում թողած հետաքրքիր փորձառություն եւ ժառանգություն, որը կամ ավարտված է ըստ իրեն, ըստ ձեզ, որը կամ դեռ ավարտման փուլում է, միակ բանը, որ կարող եմ ասել, մի շտապեք։ Ժամանակ տվեք ինքներդ ձեզ, ժամանակ տվեք այդ անձին, որ ինքը անցնի իր կորուստի փուլերը, որ ինքը հասկանա ինչ է ուզում իրականում կյանքում, որտեղ չի բացառվում, որ այդ էմոցիոնալ փուլում ինքը գտնի ձեզ, ձեր մեջ լրացնի իր միայնակությունը, իր ցավը ամոքի եւ երբ որ իր ամոքում եւ մխիթարությունը գա, ինքը դրանից հետո ուղղակի հասկանա, որ դուք իրեն այլևս պետք չեք։ Դա այդ ռիսկն էլ կա։ Դրա համար ժամանակ տվեք ձեզ, մի շտապեք, փորձեք իսկապես ձեր հարաբերությունները սկսել մաքուր էջից, ոչ թե ինչ որ մեկի կոտրված սրտի հաշվին։